Գիրք Ելից, գլուխ 31, Բեսելիել և Ողաբ։ Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով. ահա իր անունով կանչեցի Օվրի որդի Ուրիի որդի Բեսելիելին Հուդայի ցեղից, և լցրի նրան Աստծո հոգով, իմաստությամբ ու հասկացողությամբ, գիտությամբ ու ամեն ճարտարությամբ, որ վարպետորեն աշխատանքներ կատարի, ոսկով, արծաթով ու պղնձով աշխատելու համար, և ակներ հղկի դրանք ընդելուզելու համար, և փայտեր, քանդակի ամեն կարգի արհեստով գործելու համար։ Եվ ես ահա նրան տվեցի Աքիսամայի որդի Ոողիաբին, Դանի ցեղից, և բոլոր իմաստուն սիրտ ունեցողների մեջ իմաստություն դրեցի, որ կատարեն այն ամենը, ինչ քեզ պատվիրել եմ։ Ժողովի խորանը և վկայության տապանակը և նրա վրայի քավությունը և խորանի բոլոր կարասիները և զոհասեղանը և նրա անոթները, մաքուր աշտանակը և նրա բոլոր արգուսարքը և խնկարկության սեղանը, և ողջակեզի զոհասեղանը, նրա բոլոր արգուսարքը, ավազանն ու նրա խարիսխը, ծառայության զգեստները և Ահարոն քահանայի սուրբ զգեստները քահանայություն անելու համար, օծման յուղը և սրբարանի համար անուշահոտ խունկը, բոլորը քեզ պատվիրածիս պես պետք է անեն։ Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. Իսրայելի որդիների հետ խոսիր ասելով. անպայման պահեցեք իմ շաբաթները, որովհետև սա մի նշան է իմ և ձեր միջև, ձեր սերունդների մեջ, որ իմանաք, թե ես եմ Տերը, որ սրբագործում է ձեզ։ Ուրեմն պահեցեք շաբաթը, որովհետև այն ձեզ համար սուրբ է, ամեն ոք, որ այն պղծի, թող մահվան դատապարտվի, ով այդ օրն աշխատի, այդ անձը ժողովրդի միջից թող կորչի։ 6 օր թող գործ արվի, բայց 7-րդ օրը հանգստության շաբաթը պետք է սուրբ լինի Տիրոջ համար։ Ով որ հանգստյան օրը մի գործ անի, անպայման պետք է դատապարտվի։ Ուստի Իսրայելի որդիները պետք է պահեն շաբաթը, որպեսզի շաբաթը որպես հավիտենական ուխտ հիշեն իրենց բոլոր սերունդների մեջ։ Այն հավիտենական նշան է իմ և Իսրայելի որդիների միջև, որովհետև Տերը 6 օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ 7-րդ օրը դադարեց ու հանգստացավ։ Եվ երբ Սինա լեռան վրա Մովսեսի հետ խոսելն ավարտեց, վկայության 2 տախտակներ տվեց նրան, քարե տախտակներ, Աստծո մատով գրված։